Համացանցային ուղիղ միացման վիճակահանությունը ժամը 11-ից քիչ ուշ է մեկնարկել։ Արցախի փոխվարչապետը պատճառներն է մատնանշում, ոչ թե անձնակազմը պատրաստ չէր, այլ սպասվածից շատ մարդ է հետևել առաջին ազգային վիճակախաղին։ Սպասողները շատ էին, միանգամից եւ Երևանում եւ Ստեփանագերտում բոլորը փորձեցին անմիջապես միանալ ցանցին, դա մի քիչ տեխնիկական դժվարություն առաջացրեց, հիմա վերացված է այդ տեխնիկական դժվարությունը եւ ինչպես տեսնում ենք, բոլորս ականատես ենք խաղարկության ընթացքին։ Նախատեսված 300,000 տոմսից 261,505 իրացվել է։ Հանձնաժողովի նախագահը վստահեցնում է, մնացած 38,495-ը մարված է։ Հանձնաժողովը որոշել է այնպես կազմակերպել, որ շահող տոմսեր լինեն յուրաքանչյուր սերիայից, բայց արդեն ոչ թե 300, այլ 342 մրցանակ է խաղարկվել։ Ընդհանուր առմամբ շահարկվել եւ շահվել է 342 մրցանակ։ Այնպես ենք կազմակերպել, որ յուրաքանչյուր սերիայից առնվազն 10 սկզբնական շրջանում համարանիշ խաղանիշ քաշվի, որը մեծացնում է նույն սերիան ունեցող տոմսերի նույն սերիան ունեցող համարանիշերի հավանականության սկզբունքը եւ միայն վերջում արդեն երբ ավելացած մրցանակային ֆոնդն է խաղարկում, ընդամենը 5-ական է, սա նույնպես մի ստիմուլ է, որ նույն սերիան, ասենք, չկրկնվելով հանդերձ մեծացնի շահողների թիվը։ Եթե հազարավոր մարդիկ մրցանակային ֆոնդի խաղարկությանը հետևում էին համացանցի միջոցով ուղիղ միացմամբ, ապա Սիրիայի Վարդան Պողոսն ու փոքրիկ առաջին դասարանցիների ծնողները իրադարձությունների էպիկենտրոնում էին։ Ճիշտ է, վիճակախաղի շահույթի մեծ մասի արդյունավետությունն Իշխանաձորում քիչ ուշ են զգալու։ Փոխարենը համոզված են, ջրային ու հողային ռեսուրսներով հարուստ համայնքը հարուստ է լինելու եւ բնակիչներով։ Շատ աղվոր քայլ է այս վիճակահանությունը, որ հիմա ինչա որ լա մեկը որ պիտի տեղափոխվի, պետք է դուն ունենա։ Հիմա որ դունները պատրաստ լան, ես վստահ եմ, որ շատ ընտանիքներ Սիրիահայ եւ ուրիշ, ոչ միայն Սիրիահայ, պատրաստ են տեղափոխվելու։ Արդեն որ մեկը բնակելու տեղ ունենա, արդեն գամած գսսի գործը հնարե, գործը աշխատի եւ այլն։ Եվ մասնավոր այդ շրջաններ, որ հողագործության աշխատին, հողերը շատ են, գործ գնեն։ Գիտենք, որ այս հավաքված գումարով օգտագործվում է Արցախի ազատագրված տարածքների համար։ Ազգային վիճակախաղի հեղինակ, ով այս գործում մատնանշում է յուրաքանչյուր հայի ներդրումը, առաջիկա անելիքներն է հիշեցնում, ոչինչ չի փոխվել։ Մեծ եռանդով եւ աշխատասիրությամբ անցնելու են վիճակախաղից ստացված հասույթով Արցախի շենացման սուրբ գործին։ Մի խոսքով շահեցին շահողները, շահեց եւ Արցախը։ Այս առումով իրականում եւ նվերներ շահող արցախցի կլինի Հայաստանի բնակիչը, թե Սփյուռքի մեր հայրենակիցը, Ամանորի նախաշեմին նվեր ստացավ։ Ամանորի նախաշեմին նվեր ստացավ այն գորգագործը, որի կատարած աշխատանքը այսօր վաճառում է։ Ամանորի նախաշեմին նվեր ստացավ Իշխանաձորի համայնքը, գիտակցելով, որ խաղարկությունը ավարտելուց հետո անմիջապես սկսվելու է բնակարությունը։ Եվ իրականում շահում ես դու, շահում է Արցախը կարգախոսը աշխատել։ Իսկ նրանք, ովքեր այսօր ուղիղ միացմամբ չեն հետևել ազգային վիճակախաղին, կարող են 3w.nkrlottery.com կամ AM կայքի միջոցով ստուգել շահած տոմսերի համարները, այնուհետև առաջնորդվել նշյալ կայքերում տեղադրված ընթացակարգերով։ Նարեկ Սահակյան, Հովիկ Առաքելյան, Աշոտ Գասպարյան, օր։